Բախտյանի վեսա, թե թուղթուգիր Պատիժը թե ամպոտ ու անձրևոտ օր Զավեշտ է թե կոնկրետ, ճակատագիր դոմինո Այլ կեզ կինո Իսկ պատմության այս պատճարն ու հիմնակարը Ընկերության համար արգած է նոր Հանուն փողի թե հանուն սիրո պայքարը Կոչվում է շատ պարզ դոմինո Եվ կապ չունի խոհարար ես դու թե մերսող Կեզ արկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ արկավոր է ասեն ես այլ ոչ թե նող Դոմինո Բայց սովորական կինոն է Սկսվում պատմությունը մեր Այստեղ ոչ տեն ունի շուն Ոչ շուն է տեն Այստեղ ամեն օր նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Բայց սովորական կինո Որ կոչվում է դոմինո Լապատկա ինչ է ես Բայց նա իհա էլ ապուշ բանը չխոսաս Եթե խոսացիր կդնեմ շոպենի պախարոննի մարշը, որ վերջնականապես սատկես Ես զարմանում եմ, մենք ամբողջ կյանքում իրար հետ բան ենք լսել Ռաբիզ ենք լսել, հայկական էստրադա ենք լսել, Նարեկ Բավյան ենք լսել Ես որտեղից քեզ Լավ, անջատի մի հատ կարևոր բան եմ ասում Քանի օր դու իմ ուզած ձևով կյանքդ վայել ես Այդքան ամիս ես քեզ հանգիստ եմ թողում Միկո ջան, եթե դու ինձ հանգիստ թողես Այդքան ամիս ես կյանքս կվայելեմ Դու գիտես ես ինչի մասին եմ խոսում Ես խոսում եմ աղջկերք, խմիչք, կազինո Եթե 3 օր տենց անես 3 ամիս քեզ բաց եմ թողնում 3 ամիս 3 օր, 3 ամիս Միրապե, ինչքան ես ուզում ծախսվենք Շատ չէ, մի $100,000 Մնում եմ մի հատ էլ ասես, որ այդ 100,000 պտի բանկից թալանեմ, որ վերջնականապես Մոցարտ դնեմ Այդ արդեն արել եմ Մեզ մնում է քեզ պատկանող սեյֆից գումարը վերցնես Լուրջ, ես չգիտեի, որ մենք այսքան մոռաց կոտենք Երևի մոռացել ես, որ այդ սեյֆը նորենց տունն է ու ես այդտեղ չեմ կարա մտնեմ ու չեմ կարա այդտեղից փող հանեմ Ավելի հեշտ բանկից կթալանեմ, քան այդ սեյֆից Էդ էլ եմ մտածել Եթե նորոն հասկանա, որ դու դզվել ես ու առաջվա մի կանես Այդ սեյֆի կոդը կասի քեզ 3 օր, 3 ամիս 3 ամիս 3 ամիս 3 ամիս 2 օր Դոկտոր, ես չեմ հասկանում, այդ քուրդ կարող է գիտիս թե իր համար ազգային ժողովն է, երբ ուզում գալիս է գործի, երբ չի ուզում չի գալիս։ Բաղրոյան ջան։ Նորո ջան, չէ։ Ուղղակի այսօր իր մամայի, այսինքն որ քուրիս սիրտը պետքա փող պատվաստեն, դրա համար չի եկել։ Իսկ ինձ թվում է քո գլուխը պետքա փող պատվաստեն։ Եթե տենց բաներից գուշացնում են, նախորոք են ասում։ Ապեր, ուղղակի նենց պատահական ստացվեց։ Կարիք ես ինչեր ես խոսում։ Միքայից ես վարակվել չեմ հասկանում, ցնդել ես լրիվ։ Պատահական ատամն է ցավում գնում հանում են, սիրտն էլ ատամ չի պատահական ցավա գնան հանեն։ Նորո ջան, ինքը մեղավոր չի։ Գիտեմ ապել, գիտեմ։ Մեղավորը դու ես, որ իրան բերել ես տեղ գործի։ Ու դրա համար ես քեզ այսօր իր տեղում կփող պատվաստեմ։ Այսինքն միջև Սոֆին չգա, մեր գործավարուհին դու կլինես։ Մի վարքան է, այսինքն գործավարուհին։ Գոնե գործավար։ Դե անցի գործիդ, ընկեր գործավար։
Ես ինչ շորեր ես ակես, դու կամպոզիտոր չես։ Մետր քո հին են բարադի շորեր մտակի որ մարդու հավատը գա, ես ինչա։ Ես ոչ ոք չի հավատա, կա բռնել ես տալիս մեզ։ Լավ ասեն քո սրտով հագնվեցի, առաջվա նման հագնվեցի ու գնացի օֆիս։ Գնում եմ ինչ եմ ասում եմ ես արդեն լավ եմ ու այդ հանբալից պրծել եմ։ Ինձ ասեցիր հանբալ։ Ինձ ասեցիր հանբալ։ Նկատում Ես քեզ ասել եմ, չէ, վիրավորել չկա։ Այ Չացած վրցին, որտեղ չասեմ համբալ ինձով կհավատա։ Մենակ ասելով չպետք է հավատան, դու գործողություններով պետք է իրանց ապացուցես, որ դու դզվել ես առաջվա մի կանես։ Բարձա, իսկ ես։ Լիլի ջան, ուզում եմ մի բան հարցնեմ, բայց մտածում եմ կարող ա ներվայնանաս։ Հանգիստ հարցրու։ Նորություն չկա։ Դե հերիքա էլի ամեն անգամ նույն հարցը տաս, չէ, չկա։ Հենց լինի խոստանում եմ, առաջինը քեզ կասեմ։ Մի քիչ տակտ ունեցեք, էլի վերջ-վերջը դա մեր անձնական կյանքն է։ Հա, բայց ես նկատի ունեի մագազին ջանից նորություն չկա։ Հա, դու դրա մասին ես հարցնում։ Կներես, ինձ էլ թված էլի իմ ու Նորիկի մասին ես հարցնում։ Չէ, նորություն չկա։ Ինչի քեզ ու Նորիկին ինչ ա եղել։ Ոչ մի բան կառա։ Այլ ինչ պիտի հարցներ քո ու Նորիկի հետ կապված։ Ոչ մի բան կառա, թեման փոխեք։ Հա, էլի փոխենք, բայց իմանամ ինչ ա եղել, նոր փոխենք։ Այ քեզ բան։ Հենց էդ է, աչքիս ոչ մի բան չի եղել։ Ժաննա, վերջացրու։ Երեխեք ձեզնից բան չհասկացա։ Կառա դու ավելի լավ ես գործավարույն եկելա թե չէ ու քո մոտակա հանդիպումների փաստաթղթերը վերցրու։ Գնա։ Ստեղ չես։ Գար ջան։ Բայց Սոֆին ուրա։ Սոֆի, ինչ իմանամ ուրա, գրողի ծոցն է երևի, Կարա ջան։ Այսինքն։ Դե բանը իրա մամայի մոտ է էլի։ Փաստորեն այսօր գործավարի չունենք։ Դու ես իրա տեղը։ Ինչ ես խոսում, Կարա։ Դու երևի մոռացել ես, հա, որ այստեղի պապաներից եմ եղել։ Ուղղակի Ազատ աթոռեր ասացի նստեմ զանգեմ մի հատ։ Պարոն գործավար, մի հատ շտապ Լիլիին ասա թող հաշվետվությունները տա քեզ, դու էլ բեր իմ մոտ։ Հեսա կասեմ։ Ու ես խնդրանքը զուտ ընկերական եմ անում։ Կրակը չընկանք մի երկու րոպեով ձեզ հյուր եկանք։ Գար ջան, եթե ուզում ես նորոն քեզ լսի, այդ կնոպկեն սեղմած խոսի։ Ողջույն Կարինե ջան։ Միկի դու ես։ Մի քիչ ավելի բնական։ Չնայած ինչ ողջույն Կարինե ջան։ Պրիվետ աշխարհի ամենալավ վաճառքի մենեջերին։ Հա դու ես։ Մի խոսքով ապե ջան, կարաս ինձ շնորհավորես, ես առաջվա մի կանեմ։ Ապեր նայած ինչքան առաջվա։ Եթե մի քանի օր առաջվա մի կանես, այդ շնորհավորելու չէ, այդ ցավակցելու է։ Դոկ։ Ասում դոկ։ Նոր, քեզ մի քիչ գարիկի բաղ չեք, հա։ Նկատում եմ, ես արդեն լավ եմ։ Միք ջան, եթե դու ես թվին Հայաստանում լավ ես, այդ նշանակում է, որ դու վատ ես։ Ապեր ես իմ բացակայության ընթացքում ինչ-որ սկսել ես հումորներ անել, հա։ Լավ է, սա խեչիմա դրա ժամանակը չի, դու ինձ ասա։ Ինչ կա անելու, գործերից ինչ կա։ Բան չէ, ապեր, մագազին ջանի գործերով ենք խառը, այն մեր ուժի սուպերմարկետների հետ ենք ուզում համագործակցեինք, որ
վաճառքի ծավալները մեծացնենք, այն էլ Ժաննան այդ մեր ուժի գլխին նենց օին խաղաց, որ դա երթվեց, որ մեր հետ էլ գործ չի ունենալու։ Ասա այդ մենք կա։ Մենք դրանով մենք ես դրանով կզբաղվեմ։ Սենց նոր ջան, առաքիչի փողներ տվել եմ, կարաս չանհանգստանաս։ Ոյ ապրես Գարիկ ջան։ Քեզ այս ամիս աչքիս պրեմիա տանք։ Ես կարող է բաժնե տոմսերդ հետ ես գնե։ Չէ, հա, գործավարու գործերն է վարում։ Նոր ջան, գիտես, որ քո քուրն էլ այսօր չի եկել գործի։ Գարիկ ջան, դու իմ քրոջ գործերը չես կարող անես։ Ես որ մենակ քո քրոջ տեղը աշխատի։ Էլ ինչ որ բան կցանկանաք, պարոն Ցլիկ։ Մի երկու րոպեից սուրճը չէր խանգարի։ Դաժե կօգներ։ Ու քեզ թվում է այս քո համար կոֆե եմ եփելու։ Ու քեզ թվում է ես էլ քո եփած կոֆեն խմելու է։ Հենա Ժաննային ասա թող ինքը սարք։ Բաժանորդն անհասանելի է։ Հասանելի լիներ, այդքան փող չէի ծախսի, որ հասնեի։ Ատեպս լավն է, էլի հոզորով չի։ Ոնց թե 2 րոպե առաջ։ Կուլտուր, էման չնկատի, որ մենակ չես։ Բայց Մենակ մարդը մենակով չի խոսում։ Տենց առածել վրես մի նայի։ Չէ, տենց ավելի գժի տպավորություն ես թողնում։ Այդ այդ կանֆետով եկալ իբր վրեն կարդում ես ինչ է գրած։ Ուլես ինչ եմ ասում։ Նորան որ ուզենա հասկանա դզվել ես թե չէ հաստատ էմայի մոտելա գալու հարց ու փորձանի։ Անենց որ դու հանգիստ, ոնց որ առաջ էմայի վրա մի քիչ մունատ կգաս, կասան կստուգես, խոսքով բնականի պես։ Ու ես էլ չեմ հայտնվի, մաքսիմում ձենս կլսես, բայց չխառնվես, այդ նրա համար որ չբռնվենք։ Լավ, դե թռա ես։ Բարև ձեզ։ Քիչ առաջ հեռախոսով ձեզ հետ էի զրուցում։ այո, Միկա, ես եմ համեցեք նստիկ եստեղ։ Շատ ուրախ եմ։ Ու ինչ եք ուզում ներդնել իմ սուպերմարկետների ցանցում, Միկա ջան։ Օղի։ Այսինքն ուզում եմ ձեր սուպերմարկետներում ներդնել իմ օղին։ Չէ, մենք երևի իրար լավ չենք հասկացել։ Ես կարծում էի, թե դուք գումար եք ուզում ներդնել։ Այ Մերուժ ջան, մեր օղին աշխարհում Մերուժան ջան, մեր օղին աշխարհում այնքան հայտնի բրենդ է, որ ցանկացած գումարից ավելի արժեքավոր է։ Իսկ այդ ո՞րն է։ Դոմինո։ Հաջողություն։ Մի րոպե, մեկ վայրկյան նստեք, մի բաժակ վիսկի խմենք։ Էմա ջան մի հատ վիսկի բեր պարոն Մերուժին։ Վստահ եմ, որ դուք Մերուժան, վստահ եմ, որ շատ եք սիրում վիսկի։ Հավատացեք, որ այս հյուրասիրությունը ոչ մի բան չի փոխելու։ Իզուր նեղություն եք կրում։ Մեկ բաժակ ընդհանրապես։ Չէ,
ուղղակի ձեր վաճառքի պատասխանատուն իրեն նորը այնպես վատ պահեց։ Մենք իրեն շատ լուրջ պատժել ենք նախ առաջինը, երկրորդը չեմ կարծում, որ ինչ-որ աշխատողի պատճառով կարելի է ինչ-որ պայմանագիր չստորագրել։ Դա այդքան էլ պրոֆեսիոնալ չի, առավել ևս ձերպես լուրջ եւ ձերպես կայացած բիզնեսմենի համար։ Թե ուզում եք մտածեմ, որ ինչ-որ աշխատող ավելի կայացած էր, որ կարողացավ իր պահվածքով ազդի ձեր որոշման վրա, մեր ուժը։ Չէ, այդպես բան չկա։ Բա ինչ կա, եթե այդպես է գնանք մեր օֆիս եւ պայմանագիրը ստորագրենք։ Այսքան շուտ։ Բա իհարկե, որից հետո կվերադառնանք այստեղ ու կնշենք արդեն։ Իհարկե։ Կարամ իմանամ որտեղ է Սոֆի ջան։ Դուբայում կյանք ջան։ Դուբայում, հա։ Իսկ ինչ գործ ունի մամայի սիրտը փող պատվաստում անող աղջիկը Դուբայում։ Գարջան, մոռացար, որ սրտի դոնորը Դուբայում էր, ու ես ու մաման էլ եկանք, որ միանգամից այստեղ էլ փող պատվաստեն։ Օպերացիան էլ երևի շատ հաջող է անցել, հա, որ սենց ուրախ նկարներ ես գցել։ Կյանքս, չես պատկերացնի ինչքան եմ չարչարվել, որ նկարներս ուրախ ստացվեն։ Մամայի համար եմ նկարվել, որ տեսնի ուրախանա ու մտածի, որ ես երջանիկ եմ ու չնեղվի իմ համար։ Դե բանը կներես ուղղակի ես դե 1000 բան անցավ մտքովս, էլի։ Գար վերջացրու, դու ոնց կարաս ախր կներես էլ չեմ կարում խոսամ, արցունքներս խեղդում են։ Խեղճ աղջիկ, ես ինչ արեցի, իշի մեկն եմ, էլի։ Գրեբ նորոն իմ սենյակում, հա։ Այո, այսքան հա, նստի։ Մերուս ջան, ինչ ես տենց զարմացած նայում, ես քեզ ասել էի, չէ՞ որ իրան ոնց պետքա պատժել ենք։ Ոնց տեսնում ես ինքը արդեն էլ վաճառքի պատասխանատուն չի։ Կներեք, ուղղակի Ժաննա, դու ուղղակի ստե չես, ավելի ճիշտ ստես 3 րոպեից 3 բաժակ, 2 բաժակ սուրճով։ Բայց արժերը տենց բան։ Մերուս ջան, քո նման գործընկերոջը նեղացնելու համար հələ քիչ էլ էր։ Հələ մի հատ էս դզի։ Նորո ջան, մի հատ լիլին կասես պայմանագրերը տպի բերես։ Հա, չեմ ասի։
Նիկա։ Են փաբիտ աղջիկը ով էր։ Վեսա պայմանագրերից հետո կգնանք փաբս մանրամասն քեզ սաղ կասեմ։ Չէ, հասկանում եմ։ Ասես մի կան համոզեց այդ մարդը։ Ալի, չգիտեմ ոնց արեց, բայց արեց։ Ոնց որ ասում են գժերի բախտը բերում է։ Իսկ ինձ թվում է Միկին լրիվ լավացել է արդեն։ Այսօր իրան լրիվ առաջվա պես էր պահում։ Աստված ձերդ լսի Կարո ջան, արդեն ստեղ է սա հասել։ Աղա ուրա նորմալ դզվի գայր եղած չեղածը տանի մարդավարի ապրենք։ Այդ եղած չեղածը Նարեի հետ է իր։ Ոչ միայն։ Ամեն իրա սեյֆի։ Ո՞ց թե սեյֆի։ Գրը։ Դե բան ապեր, նկատի ունեմ կարող է լճի դզվել, կարող է պետք չի շտապել։ Կարող է։ Դրա համար էլ մեր կոր կհամբերենք։ Նոր, եթե բան չկա անելու ես գրամ տուն, հա մի քիչ լավ չեմ։ Գարի գործավարու աշխատանքը ժամը 6-ին է վերջանում։ Չէ, նոր ջան, իրոք լավ չեմ։ Ախ, մեջքս ես ոնց է ծակում։ Գար ինչ եղավ։ Ոչ մի բան չի եղել, լիլ հանգստացի։ Ուղղակի տուն գնալու ցավերն են բռնել։ Լավ, Գարի գնա։ Բայց եթե Սոֆին վաղնել չի եկել, ինձանից չնեղանաս։ Մերսի ապեր։ Գրե։ Հետ լավ գնա։ Մերսի։ Մեջքս։ Ոնց թե սեյֆը տաս։ Նա նորմալ հենց սեյֆը բացի տենա մեջից փող է պակասում, ինձ կսպանի։ Լավ, նյուժելի մուրազած փորս եմ մեռնելու։ Գոնե Սոֆիի հարցերը լուծած լինեի։ Մտածի գրե։ Մտածի։ Պետք է ամեն ինչ անեմ, որ Ցուլիկի աչքերում այդ աղանակը գիժերևա։ Թե չէ ինձ գարանպես մատաղ կանեն։ Ինչպես ստանալ հալյուցինոգեն նյութեր։ Լավ, շնորհակալ եմ համագործակցության համար։ Հաջողություն։ Իկա ջան գնացինք։ Ուր։ Դե չենք պայմանավորվել, պայմանագիրը կնքելուց հետո գնանք փաբդ։ Այնտեղ կիսատ գործեր ունենք էլ։ Մայրուս ջան, դու գնա։ Ես իքը գործ ունեմ։ Դրանք վերջացնեմ գամ։ Կգաս։ Ահա։ Դե լավ։ Շատ բարի։ Ջերեսի։ Էմա, պենսորային մարդը, որ հետս եկել էր փապ, հա այնի գալիս ատեղ, մաքսիմում 4 կլնես հետը։ Բա տուն չես գնում։ Նոր, բա հիմա դրա ժամանակն է, 1000 գործ կա անելու։ Ապեր, նարեից ինչ կա, ուզում եմ հետը մի հատ հանդիպեմ, նորմալ խոսանք։ Հանդիպես թե հանդիպեք։ Դե նկատի ունեմ են հետիդ եսի մին չել են, որ խուճուճ հովոյներ նման։ Չէ, նոր հավատա դրանից լրիվ պրծել եմ։ Ապեր վերացավ ու վերացավ, ուղղակի երկու օր ասացի համբերեմ, որ հաստատ համոզված լինեմ։ Նոր էլի, բայց ես վառ գիտակցում եմ, որ դեռ երկար ժամանակ է պետք, որ իրա արածի հետևանքները մաքրեմ։
Տենում ես, որ ինձ լսում ես ամեն ինչ լավ է լինում։ Հանգիստ, կարող ամեն ինչ վարի տաս, ձեն մի անի, ուղղակի լսի ինչ եմ ասում։ Նորիկը սենց շուտ չի հավատա, ինքը ինչ-որ ձև փորձելու է մեզ, նենց որ դրան պատրաստ եղի, ու եթե հանկարծ իրա տված կուտը կերար, ես էլ քո կյանքը կուտեմ եղավ։ Խոսքով ժողով, եթե մի կան մի երկու օր էլ իրանց հենց պահի, նշանակում է ամեն ինչ լավ է։ Նոր, արդեն պարզա որ ամեն ինչ լավ է։ Կարելի է Նարեի հետ խոսել, թող այսօր էլ միանան։ Իրանք էլ են մեղք։ Ես Նորիկի հետ համաձայն եմ։ Թող ստուգի Նոր, ոնց որ ասում են վռազողը տղա չի ունենում։ Իսկ չվռազողը ընդհանրապես ոչ մի բան չի ունենում։ Կյանքում մտքովս չէր անցնի, որ Լիլին այսքան կանհանգստանա Նարեի ու Միկայի երեխա ունենալու համար։ Սենց ժամանակին մեկ էլ ակտերս են գալիս։ Այ ապեջան։ Լիմոնադ կխմես։ Չէ, դոք ջան, մի թող հանգիստ շուտ քաշեմ։ Ապա իսկ մենակ ես թե են ձենը հետը տա։ Դոք, դասում են ձենից հազիվ բրծայել։ Հաստատ։ Հաստատ։ Նորո։ Ապա ես ի՞նչ ես բերել։ Բայ։ Ապեր։ Միկան մի քիչ առաջ էլի մենակով խոսում էր։ Ուզում ես սպասի թողած լիմոնադը խմի, տես ինչ էր անում։ Հանգստացի ամիատ։ Միք ջան։ Ջան։ Ապեր, ոնց հասկանում եմ դու արդեն լավ ես։ Հենց որ էսի քո սեյֆը։ Հատ էլ թող դու կոդը գրեմ ու վերջ։ Ինչ ես անում այդ դուրդոմ։ Ես են իմ ասած տուգումն հաստատ։ Եթե հիմա սեյֆը վեկալես նորից, նորոն այդ սեյֆը հետ կվեկալու կտա գլխիդ։ Նստի տեղդ։ Նոր ջան։ Ասում եմ։ Բայց կարող է վրազդ ինչ այլ ես սեյֆը թող այսօր էլ մնա քո մոտ, վաղ արդեն վերջնականապես որ տեսնեմ էլ աշկից չի երևում, ձայնը չեմ լսում չկա, նորմալ տախա եմ դառել, նոր կբերենք կդնենք մոտս։ Դու վաղն էլ, մյուս օրն էլ, պրինցիպի կարելի է մինչև տարվա վերջ սպասել։ Հաստատ։ Հաստատ։ Լավ ես։ Վաղը հանգիստ սեյֆը կվերցնես, մյուս օր կթռնենք։ Իսկ ես հիմա կթռնեմ, որ թողնեմ մի քիչ հանգիստ քննես։ Չո։ Այ հիմա Միկա ջան հանգիստ կքնես։ Չէ, բաց թողեք ինձ։ Դու вообще անպատկար կրյա, դու հեռու մնա։ Ես Արուծին եմ բողոքել, Արուծին։ Ես վրես մարդ եք բերում, հա? Վրես մարդ եք բերում։ Դոք։ Դե արի ասեմ, արա։ Ինչ արա, արի ասեմ։ Սաղի կծերերը կացուստակ, նա, ինչ ասես։ Բախտի անիվեսա, թե թուղթուգիր Պատիժը թե ամպոտ ու անձրևոտ օր Զավեշտ է թե կոնկրետ, ճակատագիր դոմինո Այլ կեզ կինո Իսկ պատմության ես պատճարն ու հիմնակարը Ընկերության համար արգած է նոր
շատ պարզ դոմինո